մեջ սրանք կերտել են ստի կայսրություն եւ այդ ստի կայսրությունը շնչավորում են մարդիկ նրանք ովքեր տարածում են նրանք ովքեր խոսում են իհարկե մենք հասկանում ենք որ նման բայց այդ ինչ են ասում իրենց ոչն է եւ այդ ոչով իրենք կարողանում են մարդկանց այդ զոմբիական համայնքներին կաշառել ցույց տալ որ տեսեք ահա մենք հանցավոր ենք բռնում այն դեպքում որ էլի եմ ասում մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկն է Բագրատ Սրբազանը եւ ես գիտեմ եթե պատմության մեջ մի քանի անուններ են գնալու դեպի ուրեմն շարունակություն դեպի հայոց պատմության մեկը Բագրատ Սրբազանն է ձերբակալվածների մեջ թեև չենք զարմանում քանի որ այս ընթացքում բազմաթիվ անգամներ օրինակ Կարիկալյաններ կալանավորման հետ կապված ձերբակալվածների մեջ նաև հերոսի հայրը զոհված ծառայող Գիտեք իրենք ծաղրում են այո եւ Գալեյանի դատավճռին ես ներկա եղել իրենք ծաղրում են պարզապես ծաղրում են որ ձեր զավակները գնացին կյանք տվեցին այս հայրենիքի համար եւ իրենք ուրճանում են իրենք ծզներն են հաստատնում իրենք հեստանում են իրենք հասկանում եք իսկապես իրենք պատկանելիություն չունեն իրենց համար ընդհանրապես կամակատարներ են իրենք օտարի չգիտեմ այս դեպքում Էրդողանի Ալիևի եւ այն ծաղրը որը սրանց դեմքով գալիս է մեր ամբողջ ազգին հարբեցող ծաղրած չգիտեմ ինչ եւ այդ նվաստացած վիճակով այս ժողովուրդը ապրում է հասկանում եք եւ դրան այդ գոյանքին ուղարկում են բանակցելու ինչա բանակցում պարտության սիմվոլները ինչ են բանակցում իհարկե պարտության մասին պիտի խոսեն իհարկե շարունակական հանձնումների մասին հայրենիքի տարածքները օտարելու մասին հերոսի անուն կարող են տալ սրանք իրենց հերոսով է հարկ վճարողը որի հարկերը տանում են միլիոններով ինչ որ կասկածելի երկիշներին են նվիրում չէ նվիրում են ուղղակի նվիրում են եւ հետո ասում են հարկ տան ինչ անը կարա մսխում եք փոշիացնում եք ինչպես ամեն բան ոչ մի արժեք գոյություն չունի սրանց համար եւ բերել են այսքան ոստիկանները այս մարդիկ այդ ամբողջ տարածքները լա շրջեք նայեք անմշակ հեկտարներով հողատարածքներ այդ տարեք թե հողմշակ են մարդկանց մի պիտը ոստիկանապետությունը կսարքում ում դեմ հանունում Ամանքան ամենից սկսվեց կարծես թե եկեղեցու եւ վեհապարի հետ կապված այդ բանից եւ հիմա էլ հա որ առաջ Փաշինյանը գրառումով գրել էր որ խումբ է ձևավորելու առաջարկել սա աննախադեպ ծաղր է վեհարանը ազատելու եւ ինչ է կարծում կգնան անգամ աննախադեպ ծաղր է եւ երկրի ղեկավարությունը գլուխը կողում է սավանների մեջ սեռա սավանների մեջ հասկանում եք մենք ուր ենք ասել մոլորակի վրա որևէ հատված կտեք փոքրիկ կղզի պետք կտեք որը գա գլուխը կկողի այդ կղզիում ապրող չգիտեմ սրա նրա սավանի մեջ Սա վերջն է, հասկանում եք, երբ մարդը այլևս անելիք չունի, նա բազում անգամ հուշում է, որ ես որևէ կերպ չեմ սպասարկում իմ ժողովրդի, իմ երկրի, կամ գուցե սպասարկում է, սա իր երկիրը չի, իր ժողովուրդը չի, եւ այս շահերի սպասարկում չի, Հայաստանի հայի սպասարկում չի։ Նա փայլուն կատարում է, գնում է խորհուրդներ են տալիս, գալիս է եւ ցույց է տալիս, որ այո նա կարողանում է ուրեմն հաջողությամբ իրագործել այն ամենը ինչը որ խոստացել է մեր համար թշնամի իր համար բարեկիրթ բարեկամներին բայց մենք ի վերջո պիտի մենք էլ ցույց տանք չէ մենք այսպես հավաքվում ենք գալիս ենք իսկապես մեր դժգոհությունը բայց դա պիտի ուրեմն օգտակար գործողության գործակիցը պիտի գտնենք որտեղ մենք կարողանանք այդ հաղթությանը հասնել որտեղ կարողանանք համազգային զարթոնքը կայացնել եւ ի վերջո դուրս չպրտել չարկապատկաններին եւ էլի եմ ասում կանգնեցնել արդարադատության առաջ այն մեծ ոչիրի որ իրենք կատարել են ինչ ակնկալիք ունեք այսօր դատարանից ես որևէ ակնկալիք իր ջեբի ուրեմն չգիտեմ ինչերն են ինքը պարզ ասել է որ հələ թող մի դատավոր փորձի իմ ասածը չանի այստեղ մենք որևէ գյուտ չենք անում որ ասենք իհարկե իր ցանկությունն են կատարելու պիտի գտնեն այս կամ այն ուրեմն Սարքովի շինծու գործը այդպես մենք դա հասկանում ենք եւ Բագրատ Սրբազանի ապրած մի օրը այդ ամբողջ քպեական պարագլուխների ամբողջ կյանքը կկշռի նրանք որ հավաքվեն իրար գլուխ գումարեն իրենց ազգ ու տակերի արածը Սրբազանի արած մի օրվա արածը չեն կարող անել չեն կարող իր այդ պայքարելու ձև չունեն իր այդ պիտի այդպես գան ինչպես այդ շարլատաններին բնորոշ ձևով պիտի պայքարեն ինչը որ հիմա անում են եւ այո իր գրպանի դատավորիկներն էլ պիտի փորձեն դատել կատարել են բայց գալու է օրը որ այդ դատավորներն էլ են կանգնելու արդարադատության առաջ այս կեղծ վճիրները որ կայացնում են դրա պատասխանը մենք ստանալու ենք եւ այս երկիրը որը նաեւ մեր զավակների արյունով է կանգնած լինելու եւ հավերժության մղվելու չենք թույլ տալու որ չարկապատկանները տերուտ իրական մնան Այս ամենի հանգուցալուծումը վերջապես ինչպես եք տեսնում Ես տեսնում եմ որ այդ քպեական պարագլուխները կանգնեն արդարադատության առաջ մենք իսկապես կարողանանք կայացնել են վճիրը որը
ճիշտ պատիժը կլինի իրենց կատարած ոչիրի։ Եվ այդ ոչիրը ես էլի եմ ասում, դա գնդակահարությունը չի։ Գնդակահարությունը շատ մեղմ պատիժ է նրանց համար, ովքեր հազարավորների արյուն են խմել, ովքեր օտարել են տարածքներ Հայաստանից, ովքեր հազարավոր մեր հայրենիների, հերոսների ազատագրած տարածքները հեշտությամբ, հստորագրությամբ հանձնել են, ում համար Շուշին դժգույն էր։ Եվ հիմա կհայտարարի, չէ, որը կգա, կասի Երևանը դժգույն քաղաք է, ինչ է կանում, որ թող գան ադրբեջանցիները լցվեն, ինչը որ հիմա անում են։ Հիմա մղվում են դրան։ Եվ մեր լռությունը հաջորդաբար բերելու է այդպես դժգույն